Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Դու ունես Ավանդ բանկում ապագայի լավագույն ֆինանսական ակնկալիքով։ Վարկ ես վերցրել բնակարան կամ ավտոմեքենա գնելու համար։ Իսկ ինչ գիտես դու բանկերի ու ֆինանսական շուկայի մասին։ Լրատվական ռադիոն եւ բանկային կարիերայի զարգացման կենտրոնը ներկայացնում է Բանկային գաղտնիք քո խորհրդատուն ֆինանսական աշխարհում։ Հինգշաբթի 14:20, ուրբաթ 9:35։ Բարև բոլորին, լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում բանկային գաղտնիքը։ Տաղավարում են Սաթեն Միքայելյանը եւ հաղորդման հեղինակ բանկային կարիերայի զարգացման կենտրոնի ու Մալխասյան Consulting խորհրդատվական ընկերության հիմնադիր Արման Մալխասյանը։ Ողջույն, պարոն Մալխասյան։ Ողջույն։ Հիմա մի ինֆորմացիա մի քիչ մեր բանկային գաղտնիք հաղորդաշարի ֆորմատից դուրս, բայց հետո կհասկանաք ինչ ենք ասում։ Պարոն Մալխասյանը շուրջ երկրի ասեմ, թե շուրջ Եվրոպայի շրջագայությունից է վերադարձել։ Եվրոպայի աշխարհ չհասցրեցինք, բայց Եվրոպան հասցրեցինք 3 երկրով անցնել։ Ինչի համար եմ ասում, նախքան հաղորդման ձայնագրությունը խոսում ենք այդ վճարային համակարգերի մասին, հա, որքանով է դրսում հեշտ վճարել, որքանով են խնդիրներ առաջանում, այնպես որ առաջին ձեռքից հիմա խնդրեմ ասեք պարոն Մալխասյան։ Նախ ես պետք է հաստատապես ասեմ, որ քարտային պլաստիկ քարտերով վճարումներ իրականացրել եմ տարբեր երկրներում, եւ Ուկրաինայում, եւ Իտալիայում, ու կարող եմ ասել, որ բացարձակապես խնդիր չեմ ունեցել, սա իմ այսպես հպարտորեն եմ դա նշում, որ կարելի է ասել, որ պատիվ մեր բանկային համակարգի պատիվ մեր բանկային համակարգի, որ մի բնագավառ բանկային համակարգի, որ հաստատապես մեր արդեն իսկ փորձածով, չնայած ինձանից առաջ շատ մարդիկ կարող են փորձած լինել եւ տարբեր երկրներում, բայց մենք մեր ոնց որ ասում աչքով տեսածն ենք ասում, որ իրոք աշխատեցինք բացարձակապես խնդիր չունեցանք, մենք այնտեղ ծանոթացանք նաեւ նոր վճարային համակարգի, սա արդեն կարելի է ցավով նշել, որովհետև երբ որ նայում ես իրենք ուր են հասել, ասենք Եվրոպայում ուր են հասել, եւ նայում ես թե դեռ ինչքան ճանապարհ ունի անցնելու Հայաստանը, որպեսզի գա գոնե մոտավոր մոտենա եվրոպական համակարգերին, ընդհանուր ոչ բանկային համակարգի մասին է խոսքը, ընդհանուր առումներով, ապա հասկանում ես, որ բավականին անելիքները շատ են, բայց քարտային համակարգը աշխատում է, այդ գոնե հաստատ կա։ Հիմա մասնավորացնենք արդեն վճարային համակարգի վրա այդ նորություն եք տեսել, որ Հայաստանում գոյություն չունի։ Նորությունը, որպես այդպեսին ինքը լոկալ վճարային համակարգ է, ինչպես դու նշեցիր, մենք շրջակայության էինք եւ շրջակայությունը նավի վրա իր նավով էր իրականացվում, ուրեմն այնտեղ ինձ ինչը ապշեցրեց այն, որ նրանք ստեղծել էին մի կազմակերպչական մի գործընթացներ, փուլ, sense չգիտեմ ոնց անվանեմ դա, որտեվ ինքը համ վճարային համակարգ էր, համ հիմա ներկայումս իմ ձեռքին է, ես ճիշտ է Սաթեն ջան, քեզ կարող եմ ցույց տալ այդ քարտը, բայց ցավոք սրտի մեր ռադիոլսողներին չեմ կարող ցուցադրել, այս քարտը, որը որ մեզ հատկացրել էին հենց նավ մտնելու պահից, իրանից ենթադրում էր քո ամեն ինչը նավի վրա, այսինքն հենց մտանք նավ, մեզ նկարահանեցին, մեր նկարները ամրագրվեց համակարգում, մեր պասպորտի տվյալներով եւ այլն, մուտքագրվեց այս քարտի վրա, այս շտրիխ կոդի վրա ոնց որ կարդում էր այդ ինֆորմացիան, եւ այդ քարտով կարողանում էինք նաեւ վճարումներ կատարել նավի մեջ, իսկ վճարումները կատարելու բավականին շատ տեղեր կան, այնտեղ ամեն ինչ կար, ասենց կինոթատրոն, թատրոն, կազինո եւ այլն, շատ բոլոր հնարավոր ծառայությունները, ասենց ասեմ, ժամանցի հետ կապված կային այնտեղ եւ վճարումները կատարում էր փաստորեն այս կոստա քարտով, այսինքն այնտեղ վճարում կատարելու երկու եղանակ կար, կամ դու քո պլաստիկ քարտով կարող ես վճարում կատարել, կամ կանխիկով մուտքագրել այս քարտի վրա եւ այս քարտից կատարել վճարումներ։ Եվ ինչն էր, որ շատ աբսուրդային էր, դա նա էր, որ ոչ միայն դու կարողանում ես սրանով վճարում կատարել քո մնացորդի, քո ունեցածի, այսպես ասած գյորա, այլ նաեւ կարողանում ես մինուս մտնել, այսինքն կոպիտ ասած overdraft, այո, բանկային տերմինով ասած overdraft էր, քո հաշվից ավել կարողանում ես օգտագործել։ Ու հաշվից ավել օգտագործել, ասենք դա մեր հետ եղել է միջև 106 եվրո էր, ինչքան էր մենք մինուս գնացինք։ Ինչի համար, որովհետև reception-ում էր կանխիկի մուտքագրումը կատարում եւ այդ reception-ում ոնց որ մեր երիտասարդական մետրոյի գետնանցումն էր, այնքան մարդ էր գնում գալիս, որ հերթ էր կանգնում, որպեսզի կարողանա իր բաները, դա չէր հարմարվում։ Ուզում ասեմ, սա ինչի համար ասեցի, որ դա անգամ overdraft մտնելու հնարավորություն էր տալի այս քարտը, այսինքն նավի վրա ստեղծել էին մի հատ համակարգ, որը որ ապահովում էր եւ մարդու տվյալները, եւ մարդու նկարը, եւ մարդու ֆինանսական վիճակը, եւ սպասարկում էր ֆինանսական գործարքները։
սպասարկում էր ջանդա մի հատ է թողում էր հələ պարտք մնայր դու իրանց, հա, եւ այդ ամեն ինչը ահռելի աշխատանք էր եւ ահռելի մեծ նավ իր ամեն ինչով եւ այլն, բայց ուզում ասեմ, որ անգամ այս համակարգն է ստեղծված, որպեսզի ցանկացած քաղաքացու, ցանկացած ուղևորի համար հարմարավետությունը բարձր մակարդակի վրա, որպեսզի մարդը հանգարցակի իր գրպանում ման չտա կանխի, ասենք գումարը օրինակի համար եւ ուզում ես ավել վճարի, ուզում ես պակաս վճարի խնդիր չունես, մեկը նավից փախնելու տարբերակը միակ տարբերակը իհարկե եթե նավից գցվեր ջուրը ու սուզած ջրի տակով լողանայր փախներ, բայց այդ պարագայում ուղղակի անձնագիրն էր մնում իրաց մոտ։ Դա երևի թե ասեմ, որ Եվրոպայում երկար ժամանակ մնալու միակ եղանակներից մեկն է, ցանկացողներին ուշեք, բայց իրականում կատակամիկով շատ մեծ տպավորությունների տակ եմ, իրոք, որտեվ ասում եմ ստեղծել մի համակարգ, մեր արքա քարտերը որ կան, հա, այդ արքա համակարգը պատկերացրեք, ասենք տեղակայված մեկ նավի շրջանակում ամբողջությամբ։ Դե մենք այստեղ չունենք այդպիսի կոմպլեքս չէ, որտեղ կարողանանք կիրառել մեր մասշտաբների խնդիր ունենք մենք։ Եթե նավել չլինի թեկուզ, հա, նավը առավել եւս չունենք, բայց միևնույն ժամանակ դարձյալ էլի մասշտաբների խնդիր է, չկա այդպիսի համալիր, նույնիսկ ասենք, չգիտեմ, ամենախոշոր հյուրանոցը նույնիսկ այդ մասշտաբները չունի, հյուրանոցային համալիրը։ Բայց միևնույն ժամանակ ողջունելի է, հետաքրքիր։ Մենք հաշվի առանք, որ այդ նավի տարողունակությունը 4000 ուղևոր էր։ Նա տեսնում եք։ Մենք տենց Հայաստանի Հանրապետությունում անգամ մենք գյուղեր ունենք, որ դրա կեսի չափ չկա։ Համերգային սրահներն են հազիվ այդքան մի քիչ ավել մարդ տեղավորում են էլ միայն համերգների նպատակով ոչ թե պահելու, բայց իրականում դա կապ չունի քանակության հետ, դա կապ ունի փաստացի մարդու համար հարմարավետություն ստեղծելու հետ։ Դրանով էր պահանջված օրինակ տարական բան ասեմ, հա, ասենք թատրոնի բեմը ու թատրոնի վրա ծախսերը ու կատարված ծախսերը շատ ավելի շատ էին ու շատ ավելի լավն էին եւ առաջադեմ էին տեխնիկան եւ տեխնիկական հնարավորությունը, քան օրինակ մեր մարզահամերգային համալիրի տեխնիկան։ Դա ընդհանրապես մեր նավի, դա խոմ արդեն քանակության հետ կապ չունի։ Դա կապ ունի արդեն նրա հետ, որ խոսքեն դա մարդիկ ինչ փողեր են ծախսել, մենք ականատես եղանք այնպիսի շոուների, այնպիսի բեմադրությունների, որոնք որ անկեղծ եմ ասում, երևի կրկեսներում կամ կրկեսային տեխնիկանել էր այնտեղ։ Չէ, իրականում շատ ու շատ ահավոր հարմարավետ եւ զարգացած վիճակ էր ընդհանուր Եվրոպայում ասում։ Ընդհանուր Եվրոպայում ես չեմ ասում մենակ նավը։ Ուղղակի նավը որպես վճարային առանձին համակարգ ունեցող ֆինանսական մասով մենք մեջբերում արեցինք։ Կարող եմ ասել հստակ մի բան, որ բացարձակապես քարտերի, եթե ստեղ օրինակի համար դերևս ունենք խանութներ, որոնք որ քարտեր չեն սպասարկում, միակ տեղը որ Եվրոպայում ես հանդիպել եմ, որ քարտ չեն սպասարկում, դա եղել է Լա Սպեցիա քաղաքում շուկայում եւ եղել է, ասենք, տենց փոքր տուրիստական, ասենք, ավտոբուսների այդ բացօթյա փոքր մեքենաների, ասենք, բաների տոմսարկղում, որ չեն սպասարկում։ Մնացած բոլոր տեղերը բացարձակապես խնդիր չկար ու ամենակարևորը որովիցե ձևով, եթե մենք ասենք քարտը վճարում ենք ու սրտի դպդպոց ունենք, որովհետեւ կարող է մարդս մեր արքա համակարգը օրինակ չաշխատի, ոնց որ տեղի ունեցավ դա ամսի 29-ին, հա, եթե չեմ սխալվում, ամսի 29-ին, որ գրեթե 1 օր համակարգը ընդհանրապես քարտային համակարգը չէր աշխատում։ Դա ուղղակի անթույլատրել էր ողջ երկրում քարտային համակարգը չէր աշխատում։ Ու տես մենք այդ սրտի թփթփոցով սպասում ենք, որ տենաս կմերժի, թե չի մերժի, բայց չմերժեց։ Փառք Աստծո, ամեն ինչ լավացավ, բարեհաջող։ Ինչ դրական բան կա, որ ֆինանսական համակարգին առնչվող, թեկուզ ասենք մի սպասարկման մասով, որ Հայաստանում կուզեիք ներդնել։ Դե այն ինչ որ մենք ասում ենք, որ բանկերը արդեն բավականին մեծ չափերով, քանակով արդեն փողոցում են սպասարկում հաճախորդներին, այսինքն հագեցված այդ ավտոմատ մեխանիզմներով, հա, ասենք այդ սարքավորումներով, դա մենք մոտ չի ներդրվել, բայց մենք կարծում ենք, որ կներդրվի մոտակա 5-ից 10 տարվա մեջ։ Վճարային համակարգերը նկատի ունեք։ Չէ, բոլոր տեսակի գործակները, գրեթե բոլոր տեսակի գործակները արդեն դու կարող ես ոնց որ մեր մոտ սկսել ենք, ես միշտ ասում եմ, մենք նոր ենք սկսել կանաչ լույսի տակ անցնել փողոցում, հիմա էլ ապարատներ ունենք, որոնք որ փող են ընդունում, վճարում են կարմանը, այնտեղ արդեն այդ ապարատներից դրած է, որ դու ցանկացած բանկային գործարք ես կարողանում անել փողոցում առանց բանկ մտնելու, առանց բանկ այցելելու։ Դա էր որ հաստատ Հայաստանն անհրաժեշտ է խիստ։ Չէ, իրականում երբ այսպես համեմատություն ենք տանում, Հայաստանը բնականաբար հաղթած դուրս չի գալիս Եվրոպայի հետ համեմատությունում, բայց մի բան նշեմ, որ ամեն դեպքում Հայաստանը Եվրոպայի հետ ենք համեմատում, ոչ իր կարգին հարիր երկրների հետ, այնպես որ դա տարբեր գնահատականներ տարբեր տեսանկյունից կարելի է նայել ու տարբեր գնահատականներ տալ։ Հիմա մի կողմից մենք ասում ենք մենք գնում ենք դեպի ինտեգրվենք եվրոպական ընտանիք, եվրոպական բարիքներ, իրականում ասենք եվրոպական բարիքների հետ կապված որովհետեւ գործընթաց չենք անում։ Մյուս կողմից ասում ենք մենք գնում ենք դեպի ոչ թե Եվրոպա եւ այլն, այլ մենք մնում ենք մեր ռուսամետ քաղաքականություն եւ այլն, բայց նույն ձևի չենք
առնում ռուսական որովից է մի բան։ Այսինքն սա տարբեր գնահատականների կարող ենք մենք արժանացնել այդ հարցը, բայց որ Եվրոպա ես իմիջ չեմ, նույն ձևի այնտեղ մարդիկ ծնվում են, նույն ձևի մահանում են, ասենք ինչա տարբերությունը։ Չէ, զուտ մտածում են, տեխնոլոգիական զարգացած մակարդակն ենք ասում։ Դա ընդհանրապես այն է, որ ասական այնտեղ կա պահանջկոտ քաղաքացի, որը ասում է, գիտես ճիշտ է, եթե ինձ իմ օրենքը թույլ է տալի ինձ էսի, որ ես քեզանից դա պահանջեմ, կառավարությունը իմ համար կապ չունի դու ով ես։ Ես քեզ ես պահանջում որ սա լինի։ Մենք շեղվեցինք ֆինանսական թեմայից, պարոն Մալխասյան։ Ունենք, նենց որ աշխատանք ունենք անելու եւ ֆինանսական առումներով եւ բոլոր առումներով։ Լրատվական ռադիոյի եթերում շարունակվում է բանկային գաղտնիքը, տաղավարում են հաղորդման հեղինակ Արման Մալխասյանը եւ ես Սաթեն Միքայելյանը։ Հաղորդման առաջին հատվածը պարոն Մալխասյանի տպավորություններն էին Եվրոպայից, ֆինանսական մասով նաեւ գործարքների կատարման, սպասարկման ոլորտը համեմատեցինք։ Հիմա գանք մեր տեղական խնդիրներին, պարոն Մալխասյան, մինչ դուք Եվրոպայում էիք, մեր կառավարության նիստին որոշվեց, որ սպառողական վարկերի վերաբերյալ օրենքով նախատեսված պահանջները կտարածվեն նաև գյուղատնտեսական ոչ մեծ վարկերի վրա։ Մասնագիտական վերլուծություն ու մասնագիտական բացատրություն եմ խնդրում ձեզնից։ Ինչ է նշանակում այս ձևակերպումը։ Թու աչքով չտանք, կառավարությունը սկսել է ինչ որ որոշումներ կայացնել, որոնք որ բավականին ժողովրդամետ են։ Բխում են քաղաքացու ոչ բանկերի շահից։ Բայց թու աչքով չտանք էլի, որովհետև մարդը աչքով չտանք իմել սկսեն հակառակ որոշումներ կայացնել։ Իրականում շատ ճիշտ խելացի որոշում, բայց մի հատ իհարկե հարց անպայման հետևից էլի։ Ինչ է մենակ գյուղատնտեսական վարկերի հետ։ Պատճառաբանվեց դրանով Գագիկ Խաչատրյանը նախարար, պատճառաբանեց նրանով, որ այդ վարկերի շահառուները, չէ, ասեմ, հիպոթեկային վարկը չէ։ Գյուղատնտեսական վարկերի շահառուները մեծ մասով ունեն տեղեկացվածության խնդիր, նո հասկանալի է, հա, մարդիկ բնականաբար։ Հա, հերո բնակավայրեր ու տեղեկացվածության խնդիր ունեն, ու հենց այդ պատճառաբանությամբ զորենք առաջ։ Իմ ասածս ինչու՞մն է կանում։ Ես հարց եմ բարձրացնում, հետևյալ ձևով հարցը դնում եմ հետևյալ։ Դե երևի սկսել են գյուղատնտեսական վարկերից։ Է այս պահին, բայց ինչի մենակ հենց գյուղատնտեսական, ինչի բոլոր վարկերը չէ։ Ես այդ դա չեմ կարող հասկանալ։ Այսինքն, եթե մարդը հիպոթեկա վերցնում, իրան պետք չի փաստացի տոկոսադրույք հասել, հա, օրենքով նախատեսված է, որ պարտադիր հարցման ժամանակ պետքա պարտադիր ասի եւ անվանական տոկոսադրույքը եւ փաստացի տոկոսադրույքը, իսկ երբ որ հիպոթեկային վարկ է վերցնում, այդ դեպքում կարաս չասես դու փաստացի տոկոսադրույքը, մարդը վեկալի հետո կանգնի փաստի առաջ։ Ես չեմ հասկանում։ Մինչև վերլուծելը մենք չասացինք դա ինչ է նշանակում, պարոն Մալխասյան, ես ասեմ, բանկերը պարտավորվելու են ներկայացնել ոչ միայն անվանական այլև իրական տոկոսադրույքները մինչև 2 միլիոն դրամի գյուղատնտեսական վարկերի դեպքում, այսինքն գովազդելից չեն նշում, ասենք դիցուկ 12%-ով, այս ինչ քիչ թիվ ասեցի։ Օրինակի համար 12-ի փոխարեն ենթադրեք 18 կամ 20 իրական։ Այսինքն այն ինչ որ կազմելի է իրականում։ Փաստացի տոկոսադրույքը մենք հուշենք մի հատ էլ հիշեցնենք ռադիոլսողներին, փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը որ փաստացի վարկառուն ծախսում է վարկը սպասարկելու համար, ասենց երկու բառով ասեմ, էլի, այսինքն այն գումարն է, որը որ քո գրպանից դու վճարելու ես բոլոր տեսակի, որպես միջնորդավճար, որպես ապահովագրական վճարներ, որպես տարբեր վճարներ, այսինքն դա փաստացի այն գումարն է, որը որ քո գրպանից դուրս է գալու ի վերջո այդ վարկը ստանալու, սպասարկելու, մարելու համար։ Անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որով քո հետ կնքվելու է պայմանագիրը, որտեղ հաշվարկված է միայն վարկի տոկոսը։ Միայն վարկի տոկոսը, այսինքն հավելել ապահովագրական վճարներ, գնահատման վճարներ, տարբեր տեսակի սպասարկման միջնորդավճարներ եւ այլն, դրանք ներառված չեն։ Դե եկեք պատասխանենք ձեր հնչեցրած ռետորական հարցին, պարոն Մալխասյան։ Վստահ կարող ենք ասել, եկեք համաձայնենք, որ այնուամենայնիվ գյուղական համայնքներում մարդիկ շատ ավելի շատ ունեն այդ տեղեկացվածության խնդիրը։ Հա, մարդիկ իրենց համար իրենց հողի գործն են անում, հերո բանկերից, հերո այդ հաշվարկներից ու իրականում երևի հենց դա են հաշվի առել, ինչպես նախարարն է նշել Գագիկ Խաչատրյանը, որ գյուղատնտեսական վարկերի շահառուներն ունեն շատ լուրջ տեղեկացվածության խնդիր։ Երևի զուտ դա է։ Մենք ունենք հիվանդություն, որը կոչվում է ոչ տեղեկացված լինել, հա։ Այդ գլոբալ բոլորս ունենք։ Հիվանդությունը գլոբալ հիվանդություն է։ Մենք գտնենք դեղատոմս, որը որ աշխատում է, փաստացի աշխատում է, եւ մենք տեսել ենք, որ արդեն փորձարկել ենք սպառողական վարկերի վրա եւ նկատել ենք, որ դա իրոք աշխատում է, իր էֆեկտն էլ տալիս է։ Հիմա հարցը առաջանում. ինչի ենք մենք մի հատ էլ հիմա գյուղացիներին այդ դեղատոմսը տալի, հետո կտանք երևի քաղաքին մոտիկ, հա, քաղաքի արվարձաններուն ապրողների համար գրանցման վայրերով, հետո քաղաքի մոտ ամենավերջում երևի
Հյուսային պողոտայի բնակիչները։ Ես փորձեմ տրամաբանել։ Նախ այստեղ օրենքը տարածվում է մինչև 2 միլիոն դրամի գյուղատնտեսական վարկերի համար։ Ենթադրում sense ինչքան մեծ, այնքան գումարը ավելի վախեցնող կլինի։ Իրանք ոնց են կառավարությունը երևի թե նստը մտածել է, որ եթե մարդը 2 միլիոնից ավել վարկ է վերցնում, դե մի քիչ գրագետ կլինի, հա, կամ տեղեկացված կլինի։ Չէ, ինձ թվում է ուղղակի այդ թվերը շատ վախեցնող կլինեն ու դրանց մասին պարզապես հենց բարձրաձայնելը։ Չէ, այստեղ ես գտնում եմ, որ իրանք շատ լավ որոշում են կայացրել, իրոք շատ լավ որոշում են կայացրել։ Ես ուղղակի առաջարկում եմ նաև ոչ թե 2 միլիոն, այլ առհասարակ բոլոր տեսակի վարկերի վրա լինի։ Իսկ ինչ որ վերաբերում է կոնկրետ կառուցավորումը, շատ լավ որոշում է։ Իրոք թող մեր գյուղացիները պատկերացնեն, հասկանան, բայց նաև պետք է չմոռանանք մի բան, որ մեր գյուղացիների բացի գյուղացիների չտեղեկացված լինելը չի այսօր մեծ խնդիր առաջացնում, հա, վարկերը սպասարկելու առումով։ Մեր մոտ ավելի լուրջ խնդիրներ կան կապված, ասենք, նրա հետ, որ օրինակի համար կարկտականներ են դրել, բայց կարկտականները աշխատում են ու դրված են այն համայնքների այն հատվածներում հողերի, իսկ մենք կարող ենք դա ականատես լինել եւ փաստացի մեր աչքով ստուգել, շատ ու շատ մեր պաշտոնյաներին կամ նրանց հետ կցված անձանց հողատարածքների կողքերը եւ բացի դրանից, ասենք, այն սորական գյուղացու հողի վրա, որը որ կարկտականն էլ եթե աշխատում էլ է, հա, ասենք կամ չի աշխատում կամ չկա ինչ որ վնասներ է գրում, այդ վնասները որևիցե ձևով չի հատուցվում։ Իսկ եթե չկա հիմնական եկող բերքը, հիմա եթե չի կարողանա գյուղացին չի վաստակել իր սպասվելիք գոնե սպասվելիք, ասենք, այդ բերքի վաճառքից միջոցը, հա, դրամը, իր համար նշանակություն ունի 60%-ով վարկավեկալը թե 20, մեկը ինքը չի կարողանում ընդհանրապես մարել այդ վարկը, բայց ասեմ, ել եմ ասում, տոկոսների առումով շատ լավ են արել, հալալա, մալաձեց։ Մեր գյուղատնտեսական վարկերը սովորաբար ինչ տոկոսի սահմանում են տրամադրվում։ Մենք ունենք տարբեր տեսակի գյուղատնտեսական վարկեր, 98% երևի դեպքերում դրանք համաշխարհային բանկի կողմից կամ USAID կազմակերպության կողմից ֆինանսավորվող վարկերն են, որոնք որ բավականին ցածր են։ Ես օրինակ տեղյակ եմ ու գիտեմ, որ կա գյուղատնտեսական վարկեր, որոնք տրամադրվում են 10 թե 12%-ով։ Բայց այդ մինչև 2 միլիոն թե ավելի։ Չէ, այնտեղ գումարային սահմանափակում չկա, գոյություն չունի, այնտեղ 30,000 ԱՄՆ դոլար վարկեր տրամադրվում են դոլարով, 30,000, 100,000 մինչև վարկեր են տրամադրում, գումարային սահմանափակում չկա։ Բայց եթե չհասկանում կամ 10 էր, ոնց որ 10%։ Ես մի վիճակագրություն կարդամ 2014 թվականին գյուղատնտեսական վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է բանկերի ընդհանուր պորտֆելի 6.37%-ը եւ վարկային կազմակերպությունների 19.9%-ը։ Դա քիչ չէ։ Եթե հաշվի առնենք, որ կա էկումենիկ վարկային կազմակերպություն, որը որ հենց մասնագիտացված է գյուղատնտեսական վարկեր տալու եւ բավականին շատ վարկային կազմակերպություններ իրենց գործունեությունը ծավալում են մարզերում եւ այլն, 19%-ը շատ նորմալ տոկոս է վարկային կազմակերպությունների համար, բանկերի դեպքում էլ 6%-ից 6.5% էր 6.37%-ը հալալ, մաքուր եւ զուլալ հաստատ կլինի միջազգային կառույցների կողմից ֆինանսավորող վարկերը 0.37-ը հնարավոր է, որ բանկերը իրենց սեփական ռեսուրսներով ֆինանսավորած լինեն գյուղատնտեսության ոլորտ։ Ուղղակի ինձ թվում է պետք է շատ ավելի լինի պորտֆելը գյուղատնտեսական վարկերի։ Չէ, այստեղ չի կարող ավել լինել։ Դու ես հասկանում եմ քո ենթադրությունը հետևելն է։ Դու տեսնում ես որ գյուղատնտեսական, ասենք, արդյունաբերության աճ, հա, արտադրության աճ։ Չէ, ես ուղղակի գիտեմ, որ գյուղացիների մեծ մասը վարկերի տակ են։ Եվ դա հաշվի առնելով, հա, բայց իրականում ասեմ, դա մեծամասամբ ինչ որ մենք տեսնում ենք, դա ջերմոցներում աճեցվող արտադրանքն է, ոչ թե գյուղացու արտադրանքն է։ Դրա համար այնց որ գյուղացիների պարագայում դա նորմալ է։ Գյուղացիների այսօր գյուղացիական արտադրանքի մեծ մասը սպառվում է 3 տեղ՝ ներքին շուկա, լավագույն դեպքում, այլ վերավաճառողներ եւ այլն, գիտեք, ասենք, ինչ առաջին ձեռքից ինչ էժան են նրանք ձեռք բերում։ Երկրորդը արտաքին շուկա, այլ իրանք չեն արտահանում, այլ կոնկրետ մարդիկ են գալիս կոնկրետ նպատակներով, գալիս են, ասենք, այս համապատասխան չափերի ինչ որ տարաները տալիս են, ասում են կլցնեք, կգանք այսքանով, եւ մթերումը, հա, կառենք, եւ երրորդը մթերումը, որը որ գնում է, ասենք, բանը։ Այս 3 տեղերն է, որ գյուղացին կարողանա սպառել իր արտադրանքը։ Մնացած բոլոր դեպքերում, հա, գյուղացին էլ ուրիշ որևիցե վաճառքի հնարավորություն չունի։ Դրա համար ասենք այս 3 տեղն էլ որևիցե մեկը վարկով հիմնականում չի անում։ Եթե ինչ որ ինքը ստացել է տանում է ներքին շուկա, ասենք գյուղատնտեսական շուկա, ինքը իր ոնց որ ինչ կարած է ճարել է, տարել ծախել է, այդտեղ էլ ծախում է այն ինչը որ չի ծախել այս 2 տեղում, հա, իմ մատնանշած, այսինքն մթերման կամ ասենք արտահանման նպատակով, հա, տակը ինչ մնաց բերում են ներքին շուկա։ Իսկ թվում է դրա համար էլ ասենք այդ իսկ արտահանողները, նրանք լինում են շատ դեպքեր, որ հենց գլխանց են վճարում։ Դրանց որ դրա համար պետքա որ շատ
Ելն էին իրոք էլի այդ վարկերը։ Լավ, պարոն Մալխասյան, մեզ հատկացված եթերաժամանակը սպառվեց, բայց գյուղատնտեսական վարկերին ես առաջարկում անդրադառնանք մեր հետագա հաղորդումներից ինչ որ մեկի ժամանակ, բավական հետաքրքիր թեմա, սեզոնն էլ արդեն գալիս է։ Սեզոնին կանդրադառնանք, որովհետև իրոք կառավարությունը ինչ կստում է մոտեցող կարկտային սեզոնի ժամանակ ինչ որ միջոցառումներ կան, մենք անպայման սահմանի։ Շնորհակալություն այս եթերի համար, այսքանն էր, հանդիպում ենք հաջորդ շաբաթ նույն օրը, նույն ժամին։ Շնորհակալություն։